Թուրքիան արգելում է հայկական ապրանքի ներմուծումը, իսկ Հայաստանը սպառում է թուրքական ապրանք։ Արմբրենդ ազգային գործընկերային համակարգը կազմակերպել է Բրենդի օր 2016 ամենամյա գործարար համաժողով։ Թեման թուրքական ապրանքները եւ Հայաստանի շուկան է։ Հայաստանում արտադրում են կոշիկ, ըստեղ կան երևի, ես չգիտեմ, հիմա չեմ Դավիթը Չեչեմեկան դա Սիրիայից ունենք ներկայացնել, մարդիկ եկել են Սիրիայից բախտականներ, այդտեղ հոյակապ շորեր են կառնում։ Պարզապես գնացեք տեսեք ու այն մարդիկ, որոնք պնդում են, որ Հայաստանը հնարավոր չի զարգացնել արտադրություն անել, գնացեք տեսեք, համոզվեք, ես երեք պարզապես ապշած ամբողջորեն դեր էի։ Հայաստանի արտադրողները վստահ են, մենք հայերս սովորել ենք թուրքական ապրանք սպառելուն, դրանից հրաժարվելը բարդ գործ է։ Թուրքական ապրանքը մեր շուկան գրավել է։ Այսօր երբ որ այս ապրանքները առաջարկվում է, ասենք առևտրականներին, այս մարդիկ չեն ուզում հայկականը վերցնեն։ Հոգեբանական չէ, ավելի էժան է, ավելի որակով է։ Հոգեբանորեն իրանք միշտ սովորեն, որ թուրքականը որակով է, ու իրանք հոգեբանորեն պատրաստ են թուրքական ապրանքը վաճառելու։ Մարդիկ, այսինքն վաճառողները, այո, որովհետև վաճառողներն են իրանք բնակչությանը հասցնում, չէ, ասենք արտադրողը ես չեմ կարող սպառողին գտնել։ Սպառողին գտնում են վաճառողները, ես տալու եմ վաճառողին, նրանք այս ապրանքը իրանք փոխանցելու են, ասենք վաճառ, հա, հիմա առևտրականները այսօր թուրքականի նկատմամբ ինչ որ սեր ունեն, ասում են նրանց է որակով է։ Բայց դա ես կարող եմ ասել, որ առնվազն դուք ձեր այդ առաջարկը։ Այո, նրանք ասում են մենք թուրքականի սովոր ենք, մենք թուրքականն ենք ուզում։ Որ ասում ենք նույնիսկ Բորեժանը ասում են չէ, մենք թուրքականն ենք վերցնում։ Տեղական արտադրողների մեծամասնությունը նշում է, եթե ոչ ապրանք, ապա ապրանք ստանալու հումք պետք է ներկրվի։ Քննարկման մասնակիցներն անգամ առաջարկ ունեն հումք ներկրել այլ երկրներից։ Առաջարկի հասցեատերերը էկոնոմիկայի նախարարությունն է, տեղական արտադրողները հակադարձում են։ Օրինակ մենք բերել ենք Պարսկաստանից նույն խեժը, բայց նույն խեժն եմ ասում, բայց ոչ որակով նույնը։ Այսինքն մեր մոտ մի քիչ ավելի դա թուրքական ավելի որակով է, քան նա։ Չգիտեմ, ես իմ բառերը ինչ որ մարդկանց համար կարա տհաճ լինի, չէ, որտեվ ես ասում եմ թուրքական, այդ ապրանքը լավն է, բայց ես ավելին չեմ կարող ասել, որտեվ դա իսկապես այսօր մեր նորմալ ռիթմիկ աշխատանքն ապահովում է։ Քննարկումն ավարտվում է, բայց վերջնական արդյունքը սկզբնականից չի տարբերվում։ Թուրքական ապրանքից հրաժարվելը ճիշտ է, բայց այսօր անհնար։ Սոսե Բաղդասարյան, Մարաթ Հովհաննիսյան, Առաջին լրատվական։